թեմայի շուրջ մենք նախկինում խոսել ենք, բայց այսօր էլ ավելի շատ կզրուցենք, կխորանանք, կգնանք, կհասնենք թվերի, արտահայտությունների, թվանշանների, նշանների մեջ։ Հիմա եկեք միասին տեսնենք, դուք ձեր էկրանին տեսնում եք թվային արտահայտություն դասի վերնագիրը, ճիշտ է։ Այո, երեխաներ, ինչ է թվային արտահայտությունը։ Փոքրիկ հոլովակ, որի ընթացքում դուք հարցերի պիտի պատասխանեք, ուշադիր եղեք, լավ։ Ուրեմն ինչ է թվային արտահայտությունը։ Դուք ինչ եք տեսնում ձեր էկրանին, երեխաներ, թվեր եւ նշաններ, ճիշտ է։ Այո։ Հիմա Տեսնում թվեր նշաններ։ Փոքրիկ հանելուկ երեխաներ, Հանում։ Բազմապատկում։ Բայց թիվ չեմ դառնում։ Ով եմ ես։ Ասեք, մտածելու ժամանակ ունեք երեխաներ։ Դուք հասկացաք երեխաներ պատասխանը, ո՞րն է մեր այսօրվա պատասխանը։ Ինչպիսի արտահայտություն։ Ապրեք շատ, տեսնենք արդյոք ճիշտ է մեր պատասխանը։ Տեսնենք ճիշտ է։ Այո, թվային արտահայտություն։ Այո, ճիշտ է, ապրեք երեխաներ, մեր դասի թեմաներ։ Ուրեմն երեխաներ, ինչ հասկացանք, որ թվերով եւ գործողության նշաններով կազմված իմաստ ունեցող գրության ձևը կոչվում է թվային արտահայտություն։ Հասկացանք։ Հիմա փորձենք իմ ասածը եւս մեկ անգամ լսեք ու փորձենք միասին հասկանալ ինչ ասացի ես հենց նոր։ Ուշադիր էկրանին, թվերով, տեսնում եք, ինչերն են, թվերն են, և նշաններով, ինչ է սա, հանման նշան, այո, նշաններով, կազմված արտահայտությունը, որը գոյություն ունի, այսինքն հնարավոր է, չէ՞ նման բան, և պատասխան եք ստանում, ուրեմն դա թվային արտահայտություն է։ Ահա ձեզ ևս մեկ օրինակ, գտեք սրա պատասխանը։ Երեխաներ, իսկ հիմա արագ հաշվեք թվային արտահայտության արժեքը և ինձ ասեք, տեսնեմ ով է ասում, ասա ես թե 42։ ճիշտ է, ասա 42։ ապրես, երեխաներ բոլորդ եք ստացել 42։ Իսկ ինչու հեշտ հաշվեցիք, ով կասի ինձ, ասա Վահան։ Որովհետև երկու տասնյակն է։ Երկու կլոր տասնյակ կար, այո, մեր արտահայտության մեջ երկու կլոր տասնյակ կար, շատ ապրեք երեխաներ։ Շատ ճիշտ է երեխաներ, ինչպես տեսաք, դուք պատասխանը ճիշտ եք ստացել։ Սովորեցինք մենք թվային արտահայտություն։ Հիմա ես գրատախտակին կգրեմ մի բան, նայեք ինչ եմ գրում։ Խնդրում եմ ինձ ասեք, տեսնեմ, ինչ է սա։ Թվային արտահայտություն։ Ինչ է սա։ Թվային արտահայտություն։ Ինչ է սա։ Թիվ։ Ապրեք, երեխաներ, սա կարող եմ ասել թվային արտահայտություն։ Ինչու, ով ինձ կբացատրի։ Երեխաներ, ինչու է սա թիվ, այլ ոչ թվային արտահայտություն։ Ասա Մարի։ Որովհետև 4 թվի կողքը նշան չկա։ Ապրես, գործողության նշանը բացակայում է։ Շատ ապրես։ Շատ ապրես։ Լինի թվային արտահայտություն։ Մենք ունենք թվային արտահայտության օրինակներ։ Այո։ Այո, եկեք արժեքը լավ գտնենք թվային արտահայտության։ 5-ին գումարած 3, 8, ապրեք։ 4-ին գումարած 3, հանած 1, 6, ապրեք երեխաներ։ Մենք ինչ ունեցանք այստեղ։ Թվային արտահայտություն։ Եվ վերջում ինչը գտանք։ Պատասխանը կամ արդյունքը։ Ապրեք, խաղ ենք խաղում։ Ես տալիս եմ ձեզ մեկնարկային թիվ, և դուք այս թվով կազմում եք արտահայտություններ, և ձեր ընկերների հետ սկսում եք խաղալ այդ արտահայտությունների խաղը։ Հիմա մեկնարկային թիվը երեխաներ 5-ն է։
Պայքարին եմ ուզում հարցս ուղղել, պայքար ջան ոտքի 5-ի գումարած 2։ 7 Ապրես, պայքար ընկերներիդ հարցրու, ում ես հարցնում։ Գրեգորյալ Դավիթ Դավիթ ոտքի, ինչ ես հարցնում։ Գումարած 7-ին գումարած 7 Դավիթ ջան։ 14 Ապրեք, նստիր, պայքար Դավիթ ջան, դու ում ես հարցնում։ 14-ով։ Մանուկյան Դավիթ։ 14-ից հանած 4 Ապրես, նստիր, Դավիթ, Մանուկյան Դավիթ ոտքի, ում ես հարցնում, Դավիթ ջան։ Դանիել, ասա, 10 ստացար, չէ՞։ Ասա, 10։ 10-ից 10-ին գումարած 5 Ապրես, Դանիել, ում ես հարցնում։ Արագ Դանիել ջան։ Թեմուր, կանգնի, Դանիել, դու էլ կանգնի։ Հարցրու, 15 ստացար, չէ՞։ 15-ին հանած 5 10, ապրես, Թեմուր ջանում ենք հարցնում։ Սեմին Ահա։ 10-ից հանած 5 Ապրես, Սեմ ջան, ընկերներից հետ արագ։ Նատալի Նատալի, ասա, 5-ին ինչ անի։ 5-ին գումարած 6 Ահա։ 11 Ապրես, Նատալի ջան կանգնի, Նատալի, ում ես հարցնում։ Միլին, 11, ասա։ 11-ին հանած 1 10 Ապրես, նստիր, Միլի ջան, դու ում ես հարցնում։ Էվայի Էվային, 10 նորից չես ստացանք, ասա։ 10-ից հանած 2 2 Ապրես, նստիր, բավական է երեխաներ, շատ ապրեք, խաղը ստացված է, ուրեմն ինչ կազմեցինք մենք։ Ապրեք երեխաներ։ Երեխաները շարի նայում են գրատախտակին, ինչպես տեսաք, ես քիչ առաջ գրեցի գրատախտակին, ինչ էր։ Թվային արտահայտություններ։ Ուրեմն, հիմա խաղ ենք խաղում, պետք է այս 3 թվային արտահայտությունների մեջ գտնեք սխալը, արագ, գտիր սխալը։ Ասա Լյուսի ջան։ 62 հավաստարչի 8 Կեցես Լյուսի, շատ ապրես, իսկ մնացածը դուք ստուգեցիք պատասխանները, ճիշտ է իմ երեխաներ։ Այո, շատ ապրեք։ Գրատախտակին բոլորդ հետ եք նստում գեղեցիկ։ Ինչ եմ գրել գրատախտակին նորից։ Արտահայտություններ, այո։ Երեխաներ, այս թվային արտահայտությունները հիմա գործնական աշխատանք են կանելու, դուք պետք է գրեք ձեր գրատախտակների վրա, փոքրիկ գրատախտակների վրա եւ կողքը պետք է գրեք եւս 3 օրինակ, որը դուք ինքնուրույն պետք է կազմեք։ Տեսեք հարցականներ եմ դրել, որպեսզի ամեն մեկը ձեզ համար կազմեք 3 նմանատիպ օրինակ։ Պարզ է։ Հիմա խնդրում եմ վերև բարձրացրեք բոլորը ձեր գրատախտակները, տեսնենք արդյոք բոլորը ունեք։ Շատ լավ ապրեք։ Հիմա դրեք ձեր սեղանին, ձեր առջև ու արագ սկսեցինք աշխատել։
Երեխաներ, շատ ապրեք, գեղեցիկ նստեցինք, հիմա վերև բարձրացրեք բոլորը ձեր գրատախտակները, սիրուն, այսպես ուղիղ պայքարջակ, որ բոլորը տեսնեն ձեր մեծ չաղ սրտիկները, այո, ապրեք, կեցեք, էստեր այսպես ենք պահում, շատ գեղեցիկ է, իջեցրեք, շատ ապրեք երեխաներ, գեղեցիկ նստեցինք, երեխաներ, իսկ հիմա փոքրիկ ֆիզկուլ դադար ենք անելու, որպեսզի տեսնենք որքանով դուք հասկացաք եւ որքանով եք կարողանում ճիշտ արագ լուծել թվային արտահայտությունները, գտնել դրանց արժեքները։ Գեղեցիկ ոտքի եք կանգնում, ապրեք։ Հիմա խաղը հետևյալն է։ Ես պետք է ձեզ ասեմ արտահայտություն, փոքրիկ կարճ մատչելի արտահայտություն եւ դրա պատասխանը։ Դուք պետք է կքանստեք, եթե լսում եք սխալ պատասխան, պետք է ոտքի կանգնեք, մնաք ոտքի վրա, եթե լսում եք ճիշտ պատասխան։ Հասկացաք խաղի կանոնը։ Այո։ Շատ լավ։ Հիմա 3-ին գումարած 1 պատասխանն է 5։ Ոչ, սխալի դեպքում ենք կքանստում։ Սխալի դեպքում կքանստում ենք։ Պատասխանը ինչ էր։ 4։ 7-ից հանած 3 հավասար է 5։ Քանստեցինք, այո, պատասխանն ինչ է։ 4։ Այո, 4-ին գումարած 8, 12։ Այո, ճիշտ է ապրեք, պատասխանը ճիշտ է։ 3-ին գումարած 5 հավասար է 8։ Ճիշտ է, այո, պատասխանը ճիշտ է։ 12-ից հանած 2 հավասար է 9։ Պատասխանն ինչ է։ Կանոնները լավ չեք հիշում երեխաներ, եթե սխալ է կփա նստում եք, եթե ճիշտ է կանգնում եք, այո, պատասխանը 10 պետք է լիներ։ 7-ին գումարած 7 հավասար է 14։ Ճիշտ է, այո, պատասխանը ճիշտ է։ 3-ին գումարած 5 հավասար է 9։ Ահա։ 3-ին գումարած 5 ինչի է հավասար։ 8, ապրեք։ 4-ին գումարած 4 հավասար է 8։ Ապրեք, շատ ճիշտ է։ 10-ին գումարած 10 հավասար է 25։ Ինչի է հավասար։ Գեղեցիկ ոտքի կանգնեք, շնորհակալություն նստեք։ Եվ փորձենք հասկանալ, արդյոք մենք այսօր ամեն ինչ հասկացել ենք, ինչ ենք սովորել, ինչ ենք հասկացել, ինչն է մնացել մեզ համար անհայտ, կա այդպիսի բան, որ մեզ համար անհայտ է։ Ոչ, չկա, ապրեք դուք։ Հիմա խնդրում եմ ինձ ասեք, ինչ սովորեցինք այս դասից։ Ասա Մարի։ Այսօր մենք այս դասից սովորեցինք թվային արտահայտություններ։ Ապրես, նստիր, Պայքաջան ինչ Եթե սովորեցինք։ թվային արտահայտությունը չունի նշան, դա թվային արտահայտություն չէ։ Ապա ինչ է։ Թիվ։ Կա թվերի շարք, շատ ապրես։ Ասա Վահան ինչ սովորեցինք։ Ես այս դասում սովորեցի, որ արտահայտությունը, եթե գումարում չլինի, ապա մենք գումարում չենք կարող անենք ու պատասխանը չենք ստանում։ Ահա, երեխաներ մի բան եմ ուզում ձեզ հարցնել, իսկ մեր գործողության նշանները քանիսն էին։ Քանի գործողության նշաններ, չոք, որոնք են։ Գումարում, հանում, բաժանապատում, բաժանում։ Եթե այս 4 նշաններից որևէ մեկը լինի, կարող եք համարել արտահայտությունը Այո, կարևոր չի, չէ՞, գումարում է, հանում, բազմապատկում, թե բաժանում, դա արդեն թվային արտահայտություն է։ Ինչ ենք սովորել, ուրիշ, ինչպես սովորեցինք մենք այս դասը, երեխաներ, ինչերի միջոցով։ Այս խաղի դասը սովորեցինք խաղի միջոցով։ Խաղերի միջոցով, ապրեք, էլ ինչերի միջոցով, հանելուկների միջոցով, էլ ինչերի միջոցով, Վլադիմիր։ Պրոյեկտորով նայելով։ Այո, մենք հոլովակ ունեցանք եւ այդտեղից էլ չէ սովորեցինք։ Կեցեք, իսկ դուք ինչ կուզեիք ավելացնել, կամ ինչ կուզեիք ասել, որ ամբողջ դասի ընթացքում չեք ասել։ Անգելինա, Մենք այս դասից սովորեցինք, որ թվային
Արտահայտությունը ունի պատասխան։ Պատասխան, արժեք կամ արդյունք, չէ, երեքն էլ ճիշտ է։ Շատ լավ, երեխաներ, իսկ մեր սովորածը մեզ որտեղ է պետք գալու, որտեղ կկարողանաք դուք կիրառեք թվային արտահայտությունը եւ թվային արժեքը։ Որտեղ, ասա Թեմուր ջան։ Մեզ դասարաններում։ Դասարաններում դասի ժամանակ, իսկ դպրոցից դուրս դուք խանութ չեք գնում երեխաներ։ Ասա Մարիկ։ Օրինակ, որ մենք բարձր դասարաններում պետք է գալու, կամ էլ խանութ գնալուց, կոպեկները հաշվելուց կարող ենք։ Շատ ապրես, ինչ-որ բան գնելուց դուք պետք է նախ իմանաք, չէ։ Այո, որքան պետք է մենք վճարենք, այսպես պետք է կազմենք արտահայտություն, գտնենք դրա պատասխանը եւ կարողանանք ճիշտ վճարում կատարել։ Կեցեք երեխաներ, եկեք հիմա մենք փորձենք գնահատել ինքներս մեզ, մենք դա հաճախ ենք անում եւ տեսնենք արդյոք բոլորս ենք ամեն ինչ լավ հասկացել։ Բացատրեք ձեր փոքրիկ գեղեցիկ դեմքերը, ձերին դեմքերը, տեսնենք գոհ եք դուք ձեր այսօրվա արդյունքից։ Մարի շատ գոհ է իր արդյունքից, շատ լավ, բացատրեցիք Դանիել։ Ես համամիտ եմ ձեզ հետ, կարծես թե ամեն ինչ շատ լավ ենք հասկացել։ Մենք իհարկե կամրապնդենք մեր հետագա դասերի ընթացքում նաև թվային արտահայտությունը, շատ կկատարենք վարժություններ դասարանում, գրատախտակին, գրավորելով եւ ավելի լավ ձեր մեջ կնստի թվային արտահայտությունը ճիշտ լուծելու եղանակը։ Բարձր երեխաներ, շնորհակալություն գեղեցիկ դասի համար, ձեզ բարի օր։